Լույս բարի սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքը սկսեց Կենտրոնի առավոտը, տրամադրություններս բարձր է, օրը երեքշաբթի է, չէ՞ այսօր։ Այո, երեքշաբթի է, բնականաբար կունենանք հետաքրքիր հյուրեր, համեղ խոհանոց եւ իհարկե բնականաբար կխոսենք մեր լավ ու վատ կողմերից եւ իհարկե նաեւ կարեւոր հարցերից։ Այո, ողջույն, լույս բարի սիրելի հեռուստադիտողներ, ես նայեցի առավոտյան հեռախոսին, տեսա, որ 20 աստիճան է մինչև տալիս տաքություն, բայց ինձ մոտ գրված է 24-ից 26, այս շատ ուրախալի է, որտեղ մի քիչ անպամած էր, թվում էր թե ցուրտ է լինելու, էլի լավ եղանակ սպասվում է առջևում, երեկոյան 16-ից 18, էլի շատ լավ եղանակ իմիջիալոց վայելելու Երևանը։ Անձրևելու է, մի քանի օր շարունակ անձրևելու է, այո, բայց եղանակը չի ցրտի։ Ցեխոտելու է մեքենան։ Հա, մի 3-4 օր, բայց երեկոյան այնքան լավ մաքուր է լինում քաղաքում, ես երեկոյան այո, երեկոյան մի քիչ անձրևեց, անձրևից հետո ընկերներով մի քիչ քայլեցինք եւ լավ էր, մաքուր օդ էր, այնպես որ ապրիլ ամիսը անձրևների ամիսը, չենք բողոքում, կարևորը եղանակը ցուրտ չէ, տրամադրություններս բարձր, գնում ենք դեպի տաք եւ շոգ օրեր։ Այո, մինչև կանդրադառնանք ասում եմ մեր խնդիրներին, Վահային ասենք բարի լույս։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Ինչ ենք անելու այսօր։ Այսօր տեղափոխվում ենք Հնդկաստան։ Եթե խոսում ենք Հնդկաստանի խոհանոցի մասին, ուրեմն պետք է այստեղ ներկայացնել, որ սա համեմունքային շքերթ է։ Իրականում այսօրվա ճաշատեսակը, որ ընտրել եմ, փլավ է ավելի ճիշտ ասված, պատրաստելու եմ բրնձով փլավ, որը հայտնի իրենց ազգային կերակուրն է, բիրիանի կամ բրիանի է կոչվում այս ճաշատեսակը եւ այն պարսկական ծագում իրականում ունի, Պարսկաստանից ճանապարհային առևտրական ճանապարհներով տեղափոխվել է դեպի Հնդկաստան, բայց ամբողջ աշխարհը այն ճանաչում է որպես հնդկական ուտեստ, որտեղ իրենց մոտ դա պատրաստում են եւ շատ տարածված է։ Եթե մեծ հաշվով վերցնենք, ամբողջ Ասիայում այս ճաշատեսակը պատրաստում են։ Ինչն է այս ճաշատեսակի յուրահատկությունը։ Եթե համեմունքները ցույց տամ, այստեղ մոտ 8 տեսակի համեմունք է, որի մեջ տապակվելու է հավի միսը եւ ավելացվելու է վրան յոգուրտ, պատկերացրեք համային համեմունքները ինչ ենք ստանալու, ես հիմա թվարկեմ, կարմիր պղպեղ, սև պղպեղ է այստեղ, ունենք դարչին, մեխակ, այստեղ նաեւ կա խմելի սունելի, քարի եւ իհարկե քունջուտ, պատկերացնում եք այդ համային բազան ինչ ենք ստանալու։ Ինձ յոգուրտը զարմացրեց անկեղծ ասած։ Թանձրուկ է այդպես ստացվելու, բրինձը առանձին ենք պատրաստում, շաֆրանով ներկելու ենք դեղին եւ առանձին պատրաստվելու է հավի միսը։ Հետո ճիշտ մատուցման ձևը այս ձևը լցվում է տակը հավի այդ միսը թանձրուկով, վրան ավելացնում են բրինձը եւ այդպես մատուցում են։ Եվ ամենայուրահատուկը սա պետք է լինի կծու։ Ես չեմ կերել որևիցե անգամ բրիանի, որ լինի օրինակ քաղցր ինչ-որ բրինձ։ Հատկապես վերջերս արաբական էմիրություններ, երբ որ այցելել էի, հատուկ գնացի հնդկական խոհանոց, որտեղ պետք է փորձեի հենց այս ճաշատեսակը, դա աննկարագրելի համեղ ճաշ էր եւ իհարկե շատ կծու, ասում համ լացում էի, համ ուտում էի, բայց իրականում շատ համեղ է, համից չեք կշտանա, իրականում հետաքրքիր համադրություն է։ Իհարկե վերջում կա նաեւ սոխ սխտոր, մենք գիտենք, որ Հնդկաստանում կծուն, սոխը, սխտորը եւ համեմունքները օգտագործում են ոչ թե լավորից, այլ մի քիչ վատորից է օգտագործում, որովհետեւ այն ունի ախտահանող հատկություն եւ սանիտարահիգիենիկ պայմանները հաճախ, երբ որ Հնդկաստանի այն խուլ փողոցներում մենք տեսնենք, կհասկանանք, թե ինչու է հիմնականում երկրների խոհանոցները սպეციფიկ համեմունքային ձևավորում ստանում, որովհետև սրանք մարդու օրգանիզմը ախտահանելու եւ դրանք վատ սննդից պահպանելու համար են։ Օգնում են մարսողությանը, օգնում են օրգանիզմի դիմակայունությանը եւ ի վերջո իմունիտետի բարձրացմանը։ Մոռացա ասեմ, իմունիտետ ասեցի, հիշեցի, այստեղ նաեւ իմբիրի փոշի կա։ Այնպես որ այստեղ համեմունքային շքերթ է։ Հետաքրքիր է շատ, մի տեսակ այս վերջերս մտածում եմ ճանապարհորդելու մասին, բայց ոչ Եվրոպա, ոչ Ամերիկա, ուզում եմ գնամ Հնդկաստան, Չինաստան, ասիական երկրներ։ Հա, ասիական երկրներ, բայց ոչ թե Չինաստանի այդ զարգացած ու այդ երկնաքերի քաղաքները, այլ մի քիչ ավելի տենց հին, չգիտեմ, չինական բան, շատ հետաքրքիր է, Ճապոնիա, կարելի է Ավստրալիա, այնտեղ կարելի է, Հնդկաստան մտքովս չի անցել։ Չէ, Հնդկաստան ես շատ եմ ուզում։ Չէ, ոչ թե չի անցել, այլ առաջնայինների շարքում չի, բայց ինչ վերաբերում է, այո, Չինաստան, Ճապոնիա, որ ասում ես, այնտեղ անշուշտ արժե լինել։
Հնդկաստան ինձ հետաքրքիր է այդ մեզ համար շատ տարօրինակ այդ մշակույթը, ես ուզում եմ դա տեսնել։ Տարօրինակ, բայց շատ մոտ իրականում։ Չէ, մոտ չի, այնի որ ես ասում դա մոտ չի։ Հա, այդ մասը չէ։ Այդ որ փողոցում տենց այդ անտանելի վիճակը, ես ուզում եմ դա տեսնեմ։ Իրականում դու այդտեղից չես կարող սնվել։ Դե գիտեմ, չեմ ուզում այնտեղ սնվել, Քո ուզում եմ դա օրգանիզմը տեսնեմ։ պարզապես չի դիմանա այդ սննդին։ Դե հա։ Հենց որ եթե բազում հիվանդություններ հետո կարող են։ Եթե դու գնում ես օրինակ, չգիտեմ, Թուրքիա կամ այլ երկրներ, հա, որտեղ նորից փողոցային սնունդը արդիական է, եւ դու կարող ես ուտելու ոչինչ չլինի, հետեւաբար Հնդկաստան այդ երկրներից չէ, որտեղ կարելի է փողոցային սնունդ ուտել, որովհետեւ ուղղակի դու որպես այդ տարածքում չապրող մարդ չես կարող դիմակայել այդ ամեն ինչին։ Սուր թունավորվածությամբ քեզ կտանեն հիվանդանոց։ Լավագույն դեպքում։ Դե հիմա ասում չենք գնում, մի ժամանակ առհասարակ կարող ենք չիմանալ ինչ է կատարվում, բայց այն մարդիկ, ովքեր ներկա են, նկարում են, գցում են, այդպես տարածվում է։ Մի կնոջ տեսա, ով մի փողոցում էր հայտնվել Հնդկաստանում, որտեղ ոնց որ լվացքատուն։ Այսինքն ոնց են իրենք այնտեղ լվանում, երևի ինչ որ հագուստներ վճարովի։ Դե այտենց այն հին ձևերով։ Քարի վրա, հետո ինչ որ տենց փուլերով է անցնում են, մեկը պարզաջերում է, դե իհարկե բավական տենց կեղտոտ միջավայր, բայց հետաքրքիր էր հետեւյալը, այսինքն, չգիտեմ, օրինակ լվացքի մեքենան տենց թանկ հաճույք է այնտեղ։ Շատ։ Հնարավոր չի ձեռք բերել։ Շատ թանկ հաճույք է այնտեղ։ Եվ իրանք ապրում էին 1-2 քառակուսյանոց տենց պատերի մեջ, ուղղակի պատու բետոն է, ինչ որ պոլին պարկած, այդպեսի պուճուր սենյակներ էր, որտեղ օրինակ արդուկում էր մեկը, ինչ որ տես դասավորում էին, որ հետո պիտի հասկանաս, մենք ես չէի մտածում, որ հիմա օրինակ կա այդպեսի բան։ Մի քիչ տենց ուռճացված թվեր ներկայացնեմ ու մի քիչ ծիծաղալու, մեր քանակությունը ասում են 3 միլիոն է, բայց սենց գցենք 2 միլիոն է, իրանք 2 միլիարդ են։ Հա, չէ, դե ես գիտեմ, որ շատ են։ Եվ բացի այդ, օրինակ, եթե մենք $300 կարող ենք ապրել ընդամենը 3 օր, 3 օր չենք ապրի երևի Հայաստանում, իրենք $300 կարող են ապրել 1 ամիս։ Չէ, շատ։ Գումարի փոխարժեքը բավական բարձր է, եւ նույն այդ Դուբայում աշխատողների մեծամասնությունը, երբ որ հնդիկներ էին աշխատում, տեղացիներից երբ որ հարցրեցի իրենց վարձատրության քանակը, որովհետեւ դե գիտենք, որ Հայաստանում էլ հնդիկներ շատ կան ու վատ չեն վարձատրվում իրականում, եւ այն գումարը, որ իրենք վաստակում էին Դուբայում, դա իրենց համար չնչին գումար էր։ Կես օրվա գումար էր $300, որ իրենք ամսավճար էին ստանում, բայց իրենց երկիր, քանի որ ուղարկում էին, իրենց ընտանիքի համար դա 1 ամսվա ապրելավճար էր։ Հետաբար այդ տարբերությունը իրենց ձեռք է տալիս ապրել, աշխատել շատ վատ պայմաններում, որտեղ օրինակ մի սենյակում կարող էին 15 եւ ավել մարդ ապրել։ Բայց այդ պայմանները ավելի լավն էին, քան իրենց մոտ։ Հա, կարծում եմ հարմարվում են այդ պայմաններին իրականում, բայց մենք խոսում ենք նաև Հնդկաստանի կաստային տարբերությունների մասին։ Ամբողջ Հնդկաստանը այդպես չէ իրականում, կա բարձր ցածր կաստաներ, հնդկական կինոները, որ մենք տեսել ենք, շատ քիչ են։ Շատ քիչ են։ Դե քիչ են, բայց ամեն դեպքում եթե տեսնում եք Հնդկաստանում շատ գեղեցիկ արտաքինով հնդիկների, դա չի նշանակում, որ իրենք խաչասերված հնդիկներ են։ Պարզապես կաստային տարբերությամբ գոյություն ունի, որ ցածր կաստան ավելի շատ ստացվում է, որ մի քանի ազգերի միախառնուրդ է եւ իրենք գրեթե մի միջավայրում չեն ապրում։ Տարբեր միջավայրերում են։ Դե եթե Մումբայ քաղաքը նայում ես, այնտեղ ինքը շատ շերտերով քաղաք է, այսինքն կա քաղաքը գեղեցիկ, որտեղ որ իրականում շատ գեղեցիկ ու շատ շքեղ է ամեն ինչ, եւ ցույց է տալիս 5 մետր են կողմ, որտեղից որ սկսում է այդ բարակները, այդ ահավոր վիճակը ու այնտեղ ոնց ասեմ, 1 միլիոն կամ 2 միլիոն մարդ ապրում է նորմալ պայմաններում, խոսքի 20 միլիոն ապրում է ահավոր վիճակում։ Բայց ինչն է խնդիրը, այսինքն պետությունը ինչ չի անում, ինչի պակասն է հիմա։ Նախ սկսենք նրանից, որ դա ապրելակերպ է։ Մարդիկ այդպես սովոր են։ Իրենք տեսել են, որ այդպես գալիս է։ Այն մյուս կողմն էլ է ապրելակերպ։ Չէ, բայց պետությունը հատկապես ինչ որ բան ձեռնարկում է դրա համար։ Դե շատ են, չի հասցնում։ Ես չեմ կարող ասել ձեռնարկում է թե չէ, բայց եկեք ճիշտը խոսենք, եթե վատ բառ եմ օգտագործելու, բայց եթե ժողովուրդը փնթի է, պետությունը այդտեղ ոչ մի բան չի կարող անել։ Բացի դա, չմոռանանք, որ քանի տարի է, քանի դար է երևի գաղութացման մեջ է եղել
Իսկ իրենք այո, երկար ժամանակ ոչ միայն Անգլիայի, շատ երկրների գաղութներ մաս-մաս բաժանված է եղել, հետեւաբար այն տարածքները, որոնք որ այդ միջավայրում են ապրում, իրենց մեջ արդեն չգիտեմ ձևավորվել է այդ ամեն ինչը։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր։ Ճնշվել է որոշ ժամանակ։ Բժշկական ոլորտում հրաշալի առաջատար են դեղերի առումով, դեղերի արտադրության առումով։ Զենքի արտադրություն կլինի, իմպլանտների արտադրություն կլինի, բայց կոնկրետ բժշկական ոլորտում բաներ կա, որ աշխարհի ոչ մի պետություն չի արտադրում։ Դեղեր կա շատ լուրջ հիվանդությունների բուժման համար դեղեր կա, որ դա միայն Հնդկաստանից է գալիս։ Միայն կտորի արտադրությունը։ Դրա մասին չենք էլ խոսում։ Այսինքն որպես պետություն ինքը բավականին լուրջ կայացած հզոր պետություն է։ Եվ ինչով է նաև ինքը հզոր պետություն, ինչ շատ է դուր գալիս, տեսեք քաղաքական գործիչներին իրենց նայում ենք, ոնց են իրենց ավանդական հագուստով, չէ՞։ Կապ չունի իրենք որտեղ են գտնվում, Ամերիկայի նախագահի հետ են հանդիպում, Հայաստանի վարչապետի հետ են, իրենց ազգային հագուստով են եւ իդեպ ասեմ, ինչ շատ դուր է գալիս նմանատիպ ազգային պետությունները, տես իրենց Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքներ, չէ՞, ով որ անտանելի գումարներ էր ծախսել այդ հարսանիքի համար, դե բնականաբար այդ մարդը այնքան փող ունի, որ ոչ մի խնդիր չունի, ոչ մի աշխարհի ոչ մի կետում գիտեմ որ կինը բավական շատ բարեգործություններ է ամենագեղեցիկ հարսանիքը անելու, բայց տեսակ իրենց մշակութային վիճակով իրենց հյուրերն էլ էին անգամ հատկական այդ ազգային տարազա ինչա չգիտեմ այդ հագուստը եւ ինչ շատ դուր է գալիս են պետությունները, ովքեր որ ստիպում են, որ ոչ թե ստիպում են, այլ առաջարկում են, նաև կարող ստիպում են, որ ցանկացած միջոցառման ժամանակ պետք է դուք մեր համապատասխան, դուք պետք է հարգեք մեր ազգային ավանդական մշակույթը։ Եվ եկեք հնդիկներից ավելի զարգացած մեզ չպահենք, որովհետև մենք անընդհատ փորձում ենք գնանք պրիմիտիվ բան եմ ասում, Շոտլանդիա։ Անկախ նրանից տղամարդիկ այդտեղ այդ շրջազգեստ են հագնում, թե ինչ են հագնում, դա իրենց ազգային ավանդականն է եւ մի տեսակ որ դու դա տեսնում ես իրենց, չգիտեմ, միջոցառումների ժամանակ կամ հարսանիքների ժամանակ, ժպիտ է դեմքիդ գալի, դու միանգամից հասկանում ես, որ փարկապզուկը, այդ կիսաշրջազգեստը կամ ինչ որ բան, սա ազգային ավանդույթ է։ Երբ այլ հերոստանգերությունում էի աշխատում շատ տարիներ առաջ, մոտավորապես 2009 թվականներ, ես հիշում եմ, որ մեզ հյուր եկան առավոտյան ծրագրին ինչ որ միջոցառումով այստեղ էին, իրենց ազգային հագուստով, այդ կիսաշրջազգեստներով, կարմիր եւ այլն պարկապզուկ, մեկ տաղավարում էլ իրենք նվագեցին։ Այլ հերոստանգերության այո, եւ իմիջիայլոց ասացին, որ բավական դժվար է, այսինքն նվագել, դժվարություններ կան, այսպես։ Ես այդ ժամանակվանից դեռ հիշում եմ, որ հիմա մանրամասն չեմ հիշում մեր զրույցը, բայց հետաքրքիր շատ մշակութային արժեքների մասին էին խոսում ու ներկայացնում, մեզ համար այդ ժամանակ դա բացահայտում էր, այն ժամանակ չկար այդ ինտերնետը, այդքան չունեինք ինֆորմացիա, ու դու հասկանում ես, այսինքն մեզ համար ինչ որ մեկի համար կարող էր ծիծաղելի լինել, որովհետև եղել էր իրենց կողմից արձագանք, որ քաղաքում նկատել էին իրենց այդպես ու սկսել էին ծաղրել, բայց երբ որ իրենք պատմեցին մշակույթը որտեղից է գալիս, դու հասկանում ես, որ իրենք ընդհանրապես մշակույթի կրողն են։ Եվ դա շատ գեղեցիկ է։ Միջոցառում էր, որ իրենք պարտավոր էին նաև լինել իրենց ավանդական հագուստով։ Եվ դա շատ գեղեցիկ է։ Ես ասեմ, դե բնականաբար ինձ թվում է բոլորս, երևի թե մի մարդ չկա գիտակիցս աշխարհի երեսում, որ անգլիական հագուստի հանդեպ թուլություն չունենա եւ կանացի եւ տղամարդու։ Անկամ հիմա ես մի շատ հրաշալի ու շատ լուրջ սերիալ եմ նայում, ես այդ հագուստները որ տեսնում եմ, նախ այդ գույների համադրությունը այդ կանաչ ժիլետը որ հագնում էր, կորցվածքը խոշոր կամ այդ իրենց պիջակները, այդ իրենց վերարկուները, չգիտեմ, դա այդ մշակույթը շատ գեղեցիկ է եւ շատ վարակիչ է։ Որտեղից էր գալիս այդ մշակույթը։ Որտեղից։ Այդ ասեղնագործությունը եւ վրայի աշխատանքը արվում էր գաղութներում եւ գաղութներից գալիս էր Անգլիա։ Բան չունեմ ասելու, բայց ամեն դեպքում մշակույթ ձևավորվեց այնտեղ։ Հա, միանշանակ, եթե Հնդկաստանում գաղութներ Հնդկաստանը, ամբողջ աշխատանքը կտորի մշակում կար եւ մնացածը արվում էր Հնդկաստանում, բերվում էր այդ գաղութը երկրից եւ իրենց մշակութային տարերի այս զուգակցման եվրոպականի միազուգակցման արդյունքում ստեղծում էր եվրոպական, ֆրանսիական, այդ անգլիական ոճը, որը մենք հիմա տեսնում ենք։ Հիմա ես մի հատ բան ասեմ, կասեն Դավիթը հոգեկան հիվանդ է, բայց ես լուրջ եմ ասում, եթե այդպես որ շատ խորացանք, դե իսկ անգլիացիք որտեղից են գնացել, օրինակ չգիտեմ 700 թվին կամ 780 թվին, որտեղից են գնացել, բրիտները որտեղից են գնացել, հայկական լեռնաշխարհից եւ սա փաստ է։
Եվ սա փաստ է։ Բասկերը որտեղից են գնացել Կատալոնիայում ապրող մարդիկ, հայկական լեռնաշխարհից, եւ սա փաստ է։ Բասկերի հետ համեմատական լեզվական Սա շատ արձանագրված փաստ է։ Իրականում լեզվական համեմատություն բասկերի հետ նման գիտական եզրույթ եւ աշխատություն գիտեմ, բայց գիտականորեն հաստատված փաստ, որ իրենք տեղափոխվել են, անկեղծ կլինեմ, ես չեմ հանդիպել։ Բայց բասկերի եւ հայերենի լեզվական այդ խոսույթի հետ կապված նմանությունը, որ շատ նման է, նմանատիպ գիտական աշխատանք տարվել է եւ ճանաչում եմ մարդկանց, ովքեր զբաղվում են այդ ուղղությամբ։ Ես կարող եմ անգամ ուղարկեմ քեզ բոլոր նյութերը, որ դա նույն բառերն են, ոչ մի տարբերություն անհերքելի փաստ է, որ Մեծ Բրիտանիա գնացել են հայկական լեռնաշխարհից ու դրանք հայեր են արել։ Ու գնացել են 782 թվականին։ Ու ամենավատը գիտես որն է, որ դե հիմա այն ինչ որ կատարվում է մեր իրականության մեջ, գիտես ոնց ենք մենք sense տապալվում օրորի, ոնց են մեր պատմությունն էլ, մշակույթն էլ տենց բան չի եղել, այդ քարտեզները անգամ որ կիսում են, չգիտեմ որ թվականից են, հա, հաշվում։ Իրականում այն մարդիկ, ովքեր խոսում են Հայաստանի մշակույթի կարևորության պահպանման եւ այլն, այդ մասին իմիջիալոց մեծ թափով այդ մարկանց սկսվում է վարկաբեկման process-ը, որովհետեւ համակարգի դեմ մեզնից որևէ մեկը չի կարող, ինչպես եւ տեսնում ենք մեր շուրջ։ Իրականում այն ընթացքում, երբ որ շատ արագ սկսվեց, հա, այսինքն այն ժամանակ մենք չգիտեինք, որ այդպիսի բան կար։ Ազնվորեն ասա, դու մինչեւ օրինակ 18 թիվը գիտեիր, որ կա fake հասկացողություն։ Ոչ։ Մենք գիտենք էջ է, հստակ, չգիտեմ, նկարովան էական չի, ինչ էջ է։ Ես մինչև 18 թվականը նաև գիտեի, երբ որ ուզում ես ինչ-որ մեկին հայհոյես, պետք է դիմացի կանգնես հայհոյես։ Հայհոյես, հա, հակառակ դեպքում պիտի պատասխան տաս։ Իհարկե, ես լավ օրինակ չեմ բերում հիմա, առհասարակ պետք չէ։ Չէ, դա շատ լավ օրինակ է, դա տղամարդու օրինակ է, որ եթե բան ունես, չի կարելի հայհոյան գրել համացանցում։ Այո։ Եվ իմիջիալոց այդ էջերը, որ բացվում են, հիմա այդ արշավը իմ դեմ է սկսվել, դե պարզ է ասում է ինչից հետո, որովհետև ես չէի զարմանում։ Ես քեզ ասեմ։ Չէ, ապարբերաբար լինում է։ Ուղղակի, չգիտեմ, օրինակ այն մեկին հարցրեցի, ինչ որ տենց դատական process էի սկսում, ինչ որ տենց վերացան մեկ էլ կամ ջնջվեց նյութերը։ Հիմա ամենատարօրինակներն է, որ երբ որ ինչ որ քո մասին բաներ են գրում, այդ էջում ոչ նկար կա, ոչ ընկեր կա, 3 ինքը ընկեր ունի, 3, որտեղ ինչ որ մեկը ինչ որ սպորտային հագուստի խանութ էր, թուրքական, չգիտեմ ինչական, մնացած 18 հոգին ում ինքն է հետևում, այդ իմ ընկերներն են։ Հա, դու էլ կաս մեջը։ Այ, քեզ են էլի, այսպես ասած, պատ իսկա։ Հիմա ինչն է հետաքրքիր, որ դե հասկանում ես, որ եթե մարդը ռեալ մարդ է կամ ինչ-որ բան ունի ասելու, կամ ասում է Դավիթի նման կգրեր, կզանգեր, կգար ինչ-որ, եթե խնդիր ունի, չգիտեմ։ Իսկ ինչ վերաբերում է, որ համակարգը երբ որ ընկավ, ասում է քո հետևից դու դրա դեմ անզոր ես, բոլորս էլ այդ հասկանում ենք, որովհետև բոլոր լծակներն իրենց ձեռքում են։ Եվ իրականում այդ fake edge-եր, այդ edge-երը աշխատեցնելու, մարդկանց վարկաբեկելու, որովհետև դրանով այսքան փորձելով նաև լրացնելու, չնայած որ մենք խոսում ենք ընդհանրապես հայրենասիրության մասին, խոսում ենք արժեքների մասին, եւ ուզում ենք որ լավ լինի։ Որովհետև դե այո, մեր առաջ իմիջիալոձեն ոդկասթները, չգիտեմ, ինչ որ ավելի ակտիվ տղաներ, ովքեր ավելի փաստերով են խոսում կամ չգիտեմ, ավելի դիպուկ են խոսում անհատի առումով, դե իրենք ինչ-որ դատական process-ների մեջ են կամ բռնվում են կամ հետո դուրս են գալիս, մի խոսքով, ինչ-որ sense թողու բոհեր ենք անում։ Բայց այդ ատելության դրսևորումը եւ այսօր օրինակ, հա, ասենք մեկը գրեց ինչ-որ մի հատ պատմություն, տենց հորինեց գրեց, արդեն էական էլ չի, կամ այն որ ասում է մի բան գիտեն, դրա ամբողջ պատկերացումները չունեն, ինչ-որ sense լեգենդներ են կառուցում, լավ, էական չի։ Արդեն սովորել ենք այն, որ ասում է դրան, որովհետև 18 թվականից fake edge-եր ենք տեսնում։ Մտնում էին այն սկզբում բոլոր դերասաններին հայհոյում են։ Բոլոր անխտիր հայհոյում են բոլոր դերասաններին։ Մենք բոլորս իմիջիալոց նախկին էինք, բոլորս պարզվում էր, որ բան ենք, ինչ էին ասում, կուսակցական դերասան ենք։ Ուրիշ մի հատ sense բան էլ կա։ Օրինակ, չգիտեմ, ես որակավորում չեմ տալիս, որովհետև բնականաբար շատ գործողությունների նաև մասնակից եմ եղել միշտ ես անարդարության գործողությունների։ Երբ որ զգում ես ինչ-որ բան անարդար է, դու բնականաբար կանգնում ես ոտքի եւ փորձում ես դրա մասին բարձրաձայնել, բայց հիմա տես հետաքրքիրը որն է, աբսուրդի աստիճանը, ինչ-որ մեկը դուրս է գալիս փողոց
ասում են այ դերասան դու ինչ ես դուրս եկել փողոց, դուրս չես գալի, ասում են դու ինչի չես դուրս եկել փողոց։ Այն ժամանակ էլ եղավ։ Խոսում ես, ասում են դու ինչ ես խոսում, դու դերասան ես։ Չես խոսում, ասում են ինչի չես խոսում, մենք սպասում ենք որ դու խոսես։ Այսինքն իմիջիայլոց մշակույթի նախարարության հետ կապված հիշում ես, երբ Արմեն Ամիրյանին ուզում էին հանել, այդ ժամանակ որ հավաքվել էին ինչ որ X դերասաններ, նրանք ովքեր չէին հավաքվել, այդ ժամանակ խոսվեց, որ բա դուրս գայիք մի բան ասեիք։ Դրանից հետո դուրս եկան մարդիկ խոսեցին, ասեցին մշակույթի գործիչներին չեն դուրս եկել խոսում, այ դուք թաթակում եք քաղաքականության մեջ, դրա համար այս օրին եք։ Ես հիշում եմ, ես իմիջիայլոց հիշում եմ։ Ինչ անենք, չգիտեմ ես, ինչ անենք։ Պարոն Ծատուրյանն էլ է իմիջիայլոց անդրադարձել դրան, բայց ոչ միայն ինքը, որ ասաց բանը ժողովուրդ, հիմա մեզնից ինչ եք ուզում, մենք խոսանք թե չխոսանք։ Հա, մենք Ես հիշում եմ էլի այն 18-19 թվականի այդ թոհու բոհերը։ Բայց փաստ է, որ մենք fake հասկացողությունը ճանաչեցինք այդ ժամանակ եւ փաստ է, որ այդ ժամանակ սկսվեց մարդկանց անհասկանալի կերպով մտնել, հայհոյել, ինչ որ բաներ գրել եւ այլն։ Ես կարծում եի, որ դա անցել է արդեն, ինձ թվում էր նորաձև չի։ Այս վերջին մի երկու տարում տենց մի քիչ ինչ որ լուր է, մտածեցի լավ, երևի դա էլ իր ազդեցությունը թողեց կամ հետաքրքրությունը թողեց, բոլորս էլ արդեն հասկացանք ինչ է կատարվում, կա էջ, չկա որևէ տվյալներ, անտվյալ ինչ որ մեկը մտնում է, այստեղ է գրում, այնտեղ է հայհոյում, այդպես բոլորս կարող ենք։ Պարզապես ինչ որ մեկը իրեն թույլ կտա, ինչ որ մեկը թույլ չի տա։ Ես մի բան ասեմ, ես հարգում եմ այն մարդուն, ով իր սկզբունքներին ու գաղափարների հետևից գնում է ու երբեք չի դավաճանում։ Օրինակ, անուններ չեմ ուզում տամ, օրինակ կան հանրապետականներ, անկեղծ եմ ասում, ես քաղաքական մարդ չեմ, քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեմ, այսինքն կապ ունեմ այնքանով որքանով, բայց ես կուսակցական չեմ, քաղաքական չեմ, այսպես ասեմ։ Բայց ես շատ հարգում եմ այն մարդկանց, ովքեր որ մինչև հիմա ասում են, որ հանրապետական կուսակցությունը դա ամենալավ կուսակցությունն է, օրինակ մեր գաղափարները ամենաճիշտն էին, ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, որ մինչև հիմա այսքան բանից հետո իրենք ասում են ԿՊ-ն ամեն ինչ ճիշտ է անում, իրենք հավատարիմ են իրենց սկզբունքներին։ Ես անկեղծ հավատում եմ, որ իրանք հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու, անկախ նրանից ամեն ինչ լավ է լինելու, թե վատ է լինելու, ես չեմ հարգում այն մարդկանց ու նաև այն քաղաքացիներին, իրոք չեմ հարգում, ովքեր որ չգիտեմ մի ժամանակ պաշտում էին վարչապետին, հիմա փոխվել են։ Ես չեմ կարողանում հասկանալ իրենց, որովհետև գիտես ոնց Ինչի դու չես կարող պարզապես ընթացքում հասկանալ, որ Չէ, պաշտելու մասին է խոսքը։ Ասածներն ու արարքները ուրիշտեղ են։ Պաշտելու են, որ աստվածացնում էին։ Բայց այնպես չէ, որ երբ որ հիմա չեն աստվածացնում, իրենց որակը փոխվել է դրանից։ Ես գիտեմ մոտավորապես ում մասին ես ասում, այո։ Չէ, աստվածացնելը ո՞րն է, այո, այնտեղ կար ինչ որ նմանակման անգամ դրսևորումներ եւ այլն, դե եղավ դրա համար էլ եղավ այն ինչ որ եղավ։ Միշտ ասում են, չէ, քծնող մարդկանց ոչ մեկ չի սիրում, անգամ ում որ դու քծնում ես, այդ մարդը չի սիրում դա։ Ինչքան էլ որ ոչ մեկ չհավատա, որ որևէ մեկին դուր է գալիս, երբ իրեն քծնում են, որովհետև բոլոր մարդիկ մի քիչ adekvat հասկանում են, որ դա վտանգավոր է։ Պետք չէ ոչ քծնել, ոչ էլ, չգիտեմ, պետք չի պաշտամունքի առարկա սարքել, ոչ էլ ատել, դու կարող ես լինել կամ համաձայն կամ ոչ։ Իրականում այդ որ ասում են ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ դրա հետ համաձայն չեմ ինչ առումով։ Մի քիչ ավելի փոքրացնեմ այդ պատկերացումը ամեն ինչ լավ է լինելու։ Եթե դու քո տանը ստեղծես երկար տարիներ ատելության մթնոլորտ ու այդ մարդիկ սկսեն իրար ատել, այսինքն մարդիկ նկատի ունեմ տան անդամները, հիմա երեխեքը ծնողներին կամ չգիտեմ տատերին, պապերին չհարգեն եւ այլն։ Հետո որոշես, որ չէ էլի, բայց ոնց որ թե չէ, եկեք ամեն ինչ լավ է լինելու, փոխենք, անհնար է, որ այդտեղ վերականգնվի ինչ-որ բան։ Ոչ թե ինչ-որ մի միջադեպի մասին եմ ասում, այսինքն երկար տարիներ, երբ դու այդ ատելության քարոզն արել ես, այսինքն այնտեղ կան արդեն շատ ասված բառեր, որոնք չեն մոռացվի, սխալ արարքներ, որոնք չեն մոռացվի, այդ երեխեքը կտեսնեն, հա, այսինքն ինչ-որ եթե տանը երեխաներ կան, ովքեր ամուսնացած են ունեն երեխաներ, այդ երեխեքը տեսնում են իրենց քերի, մորաքույր, հորաքույր, հա, հարաբերությունները ու ձևավորվում է այդ ատելությունը։ Հետո եթե այդ տան մեծը որոշի, որ պիտի այդ փոխի, այդ անհնար է։ Այդ բացառված է, իսկ տան մեծն է որոշում։ Այո, ես հիշում եմ մի անգամ այդ հյուրերից մեկը, որ խոսում էինք տատերի բացարձակ սիրո մասին, որ ասում էի ոնց են
այն կանայք որ ասում թողան մեր թորներին բան սպանեն, չէ, մենակ թե բան որ ասում են ոնց կարա տատը այդպիսի բան ասի, մեր հյուրերից մեկը անունը չտամ, ասաց չէ, ես վատ տատ տեսել եմ, ասաց այդ իմ մանկության խնդիրն է, ասացի ես չեմ տեսել, բայց իմ համար պատկերացումները նենց է, որ բանը տատը տենց բացարձակ սեր է, չէ։ Դե իհարկե։ Որը այն որ դու արգելում ես ինքը բան անում թողում է։ Ես օրինակ այդ մամայիս հետ միշտ այդ վեճը ունեի, որ ես ինչ արգելում էի, մաման տենց թողում էր, որովհետև բանը չէր կարող բան անել, մերժել, էլի դե ոնց է, տատը սիրում է, չի կարող մերժել, այսինքն բոլոր չի կարելիները տատի պապիների ձեռքով տեղի էր ունենում, հետևաբար նաև մեր մոտ կա այդ նստած պատկերացումները ընտանիքի, որ տատն ու պապը, հա, տան մեծերը եթե որոշեն, որ այս ընտանիքում պիտի հարգանք լինի, սեր լինի, այնտեղ ով են երեխաները, որ կարենան, որ ասում է, հակառակվեն։ Դրանից ելնելով մենք միշտ խոսում էինք հատկապես կանանց բարձրաձայնած այդ տարօրինակ խոսույթները, որ գան սպանեն, թորներիս էլ մորթեն մենակ թե։ Հիմա այս տեսակ ձևավորված հասարակությունը, որ այդ ժամանակ ձևավորվեց, ու այս հասարակության մեջ ձևավորված այդ բացարձակ ատելությունը, դու չես էլ ճանաչում ատում ես, ճանաչում ես ատում ես, դու չգիտես էլ ինչի ես ատում, բայց ատում ես, դու լսել ես ատում ես։ Մենք հիմա տենց ապրում ենք։ Ես չգիտեմ, քանի տարի է պետք, որ այդ ինչ սերունդը դուրս գա, որ այդ քո ասած ամեն ինչ լավ լինի մի օր։ Դրա համար ես օրինակ հենց նոր մտքովս մի լավ բան անցավ։ Ես առաջարկում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մետայի աշխատողները, այսինքն մետայի մեջ մտնում է նաև Facebook-ը, մետայի աշխատողները հանում են բոլորին իրենց կայքերից եւ IQ թեստ են այնտեղ նշանակում, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են Facebook-ում գրանցվեն, իրենք պետք է թեստ անցնեն։ Անցնեն այդ հարցերը անցնեն, պատասխանները ճիշտ գտան, որ մի քիչ այն մեր հայկական նորաստեղծ կայքի նման, որ ասում է, հյուրը ասում էր Չգիտեմ այնտեղ ոնց է գրանցվել, անկեղծ ասած ես չեմ գրանցվել, բայց IQ-ի մակարդակը ստուգել է պետք։ Ամեն մարդ չպետք է գրանցվի սոցիալական հարթակում, որովհետև հերիք եղավ արդեն կյանքները Չէ, դե հիմա նայիր, այդ ոնց չգիտեմ ոնց կարելի է վերահսկել։ Ամեն մարդ իրավունք ունի ընտրության գնա եւ իր ընտրությունը կատարի։ Եթե բայց այդ ոնց պիտի չափես դա։ Չգիտեմ, հարցեր մտածեք։ Ասեն ինչ անել, դիպլոմոտ վերցնես գնաս։ Չէ, դիպլոմը չի օգնի, քանի որ վարչապետն ասաց, որ պրավա դիպլոմ բան ամեն ինչ բոլորը գնված է, հիմա պետք չի որ դիպլոմը վերցնես գնաս, պետք է Չէ, ես դեռ համաձայն եմ, դա եղել է երկար տարիներ։ Ես էլ եմ համաձայն, իհարկե։ Եվ վարորդական իրավունքներն է գնվել եւ դիպլոմներն է գնվել, ասում եմ մենք էլ ենք սովորը, գիտենք անգիր ինչ էր կատարվում ինստիտուտներում, բայց հիմա դրա մասին չի։ Հիմա ես նա ինչի մեջ եմ խորացել։ Ինչի պետք է ես գնամ, չգիտեմ, ազգային ժողովի ընտրություններ կամ գնամ որևիցե մի ընտրություն, համայնքապետի կամ ինչ-որ բան, ու ինչի պետք է իմ ընտրության կշիռը լինի նույնը, այն ինչ որ դիմացը տգետ մարդու։ Կներեք իհարկե, բայց տգետ մարդու, ով որ չգիտեմ, ասել քեզ 4 դասանը չի ավարտել, ոչ մի բան չի հասկանում, բացարձակ անտարբեր է ընդհանրապես այս երկրի հանդեպ եւ ինքը չգիտեմ, fake էջեր է բացում ու հայհոյախառ արտահայտություններ անում, որովհետեւ որևիցե մի երևույթ իրան դուրս չի եկել։ Չէ, բայց ինքը նաեւ վճարվում է դրա համար իրականում։ Հիմա այդ fake էջերի տակ իրականում իսկապես չես էլ կարող որակավորել հիմա ինչ դիպլոմավոր է ասում թե ոչ, բայց այդ չի էական։ Հիմա մարդը վճարվում է եւ իր համար էական չի, ինքը 10,000 դրամով էլ կարող է դա անել, որովհետեւ իր համար այդ գործ է։ Ինքը այսօրի մասին է գրելու, վաղը Դավիթի, մյուս օրը Պողոսի, մյուս օրը Պետրոսի։ Այսինքն ում համար որ որոշեն, ինքը գրելու է։ Այդ այսինքն անձնական որոշում է, դու դա անես թե ոչ։ Հիմա այդ վերահսկել ես չգիտեմ դա հնարավոր է, գուցե թող վերահսկեն նաեւ իրավապահ մարմինները, չգիտեմ, այդ համակարգը ոնց պիտի կանոնակարգվի, բայց իրականում ես վերահսկվում են բոլորիս ակաունտները։ Հա, էլի թող վերահսկվեն։ Իրավապահ մարմինները կարող են ինձ անել, որ fake ակաունտները ուղղակի այսինքն բացահայտվեն։ Բացահայտված են, չլինեն։ Spam տան։ Հասկացա։ Իրականում մեր այսօրվա այս մթնոլորտը, հա, Հայաստանում տիրող արդեն իրականում եթե խոսենք ոչ թե քաղաքական դիրքորոշումից նայենք, մթնոլորտը պարզապես փոխհարաբերությունների մետ հատել է բոլոր սահմանները։ Մենք իսկապես էլ ոչ չափ գիտենք, ոչ սահման,
ոչ գիծ կա, որևէ տեղ, որտեղ ինչ-որ մեկը ինչ-որ առումով կարող է իրեն բան անել, հա, սենց ստոպ տալ, ասել լավ, այստեղից այն կողմել չեմ կարող անցնել, չկա այդ։ Եվ ես ասում եմ, շատ երկար տարիներ են պետք, գուցե էլի սիստեմի կողմից մշակված, որովհետև այսօր սիստեմն է թույլ տալիս, որ մի բառ ասեցիր կամ սխալ ասեցիր, վերջ արշավը կսկսվի քո դեմ, կամ այնքան կզզվացնեն, որ դու սուս մնաս, կամ էլ չգիտեմ, դե կդառնա ինչ-որ հայոց պատմություն, բայց քանի որ սիստեմի դեմ անզոր ենք, այդ նույն սիստեմը կարող է երևի թե հուսամ որոշել, որ չպիտի լինի այդ իրականությունը, որ մենք կարողանանք հետ գալ այդ գաղջից, ոնց որ ասվում է, այդ 4-րդ դասարանի կրթություն ունեցողները իրենք իրավունք չունենան համացանցում հայտնվելու եւ իրենց արած չարած այդ տեսել ենք էլի ինչ է կատարվում, ով որտեղ հեռախոսը դնում է իր առօրյան ամենակատաստրոֆիկ նկարում է, ու մեր երեխաները տեսնում են, որ մենք էս ենք։ Դա պետք է ինչ-որ ձև արգելափակվի, ես չգիտեմ ձևը ոնց է։ Հիմա պիտի ասեն մարդու իրավունքները չես կարող սահմանափակել, էդ էլ եմ հասկանում, որովհետև այսօր դու ունես հեռախոս, ինչ ուզում ես նկարում ես, կամ բայց գոնե թե սոցցանցերը հնարավորինս վերահսկվեն ինչ-որ կերպ, սա կարելի է, սա չի կարելի, ինչ-որ սահմաններ դրվեն, որովհետև հակառակ դեպքում ամեն ինչ օրորի ավելի է վատանալու։ Չնայած ես մեկ-մեկ ասում եմ, էլ ավելի վատ չի լինում, բայց հետո հասկանում եմ, որ լինում է։ Այնպես որ այս միջավայրում ինչ-որ բանի մասին խոսել adekvat, քննարկել կրթություն, քաղաքական տիրույթ, բան, այդ արդեն դառնում է 4-րդական, որովհետև ամենաառաջնային կարևոր արժեքներն է հիմա ոտնահարվում։ Էլ ժամանակ էլ չկա հասնես ինչ-որ լուրջ բաների։ Իդեպ խնդիրը այնքան պրիմիտիվ բաներից է սկսվում։ Տեսեք հիմա, եթե ես չեմ սխալվում, օրենք է դուրս եկել, որ առհասարակ բնակելի կամ քաղաքի կենտրոնում դու իրավունք չունես շատ բարձր երաժշտությունը, չեմ ասում ուղղակի բարձր, պատուհանները փակ, շատ բարձր երաժշտությունը միացրած, պատուհանները այդ ապակիները լրիվ իջացրած, մեքենա վարես ու բոլոր այն սրճարանում նստած եւ առհասարակ մայթերով քայլող մարդկանց ինֆարկտի հասցնես, քո եւ անճաշակությամբ եւ նաեւ իրավունք չունես ամենաճաշակով երաժշտությամբ դու այդպես վարես։ Ամբողջ քաղաքի կենտրոնում այդ վիճակն է։ Ոչ մի բարեկային ծառայության աշխատող չի մոտենում ասի, լավ եղբայր ինչ ես անում։ Մտի չծած է այն։ Թող չտուգանեն կամ թող տուգանեն, ինչ ուզում են անեն։ Լավ ինչի չեն ասում։ Ես էլ մեքենա ունեմ, դու էլ մեքենա ունես։ Մենք էլ ենք շատ սիրում երաժշտություն լսել։ Բայց ես ավելի քան համոզված եմ, որ նման մարդիկ ոչ թե իրենք երաժշտությունը լսում են բարձր, որովհետև սիրում են, իրենք ուզում են, որ բոլորին ինֆարկտի հասցնեն։ Լավ, օրենքը դուրս է եկել, ես հիշում եմ օրենքը դուրս է եկել, ինչի չենք մենք այդ օրենքը պահում։ Ասեմ ավելին գիշերը բարձր երաժշտությամբ, բայց կենտրոնում ապրող մարդիկ, հիմնականում կենտրոնում է լինում, բայց ամեն բակերում է լինում։ Բալավ այդ մարդիկ մեղ չեն։ Մեկը հիվանդ ծնող ունի, մեկը փոքրիկ երեխա ունի, մեկը առողջ ծնող ունի, քնած են մարդիկ, մեկը ոչ ծնող ունի, ոչ էլ երեխա, քնած են։ Իսկ մեկի տանը դժբախտություն է տեղի ունեցել, եւ դրանից էլ դուրս է գալիս ծեծկրտուկ, ավելի վատ ելքերով։ Որտեղ այդ մարդը պատկերացնես իր սարսափելի դժբախտության ժամանակ լսում է, որ ինչ որ մեկը ամբողջ աշխարհի նիցույց ուրախանում է։ Այո։ Դա չես էլ ուրախանում է, այնպես չի տանը միջոցառում է, դու ուղղակի թրև ես տալիս մեքենայով։ Ուզում Դե հիմա հասկանալ։ դու ասում ես այդ օրենքը parze չի գործում։ Հիմա երբ որ մենք հիշենք այն արտահայտությունը, որ քաղաքացին տուգանքի առարկա չէ, եւ խոսվում էր, հա, այդ ժամանակ։ Ես տենց չեմ հիշում, բայց լավ։ Հիմա օրինակ ասում են, որ նոր բաներ կլինեն մեքենաների վրա, ոստիկանական, որոնք մեքենայի մեջ կտեսնեն ամրակ կապված Ես անկեղծ ասած ես չեմ գտնում դա վատ բան, հա։ Չէ, ես էլ չեմ գտնում, բայց նախ շատ իրարամերժ, այսինքն գտնել ամեն կերպ մեթոդներ հնարավորինս տուգանելու, բայց եթե պիտի սկսենք տուգանելուց, ինձ թվում է դուք պիտի ավտոբուսների վարորդների հետ կապված խնդիր ունենաք։ Որովհետև իրանք ծխելով հեռախոսը ձեռքները, անկեղծ եմ ասում, հեռախոսը ձեռքները ծխելով, բանը սերիալ են նայում։ Սերիալ են նայում, ծխում են էլ, հայհոյում են էլ իմիջիայլոց այն վարորդներին, որոնք իրենք կարող են ազդանշանել, որովհետև իրենք վարում են ոնց ուզում են եւ իմիջիայլոց է ծխախոտով, պիտի սկսվի այդտեղից իմիջիայլոց, տաքսի վարորդներից։ Բայց հետաքրքիր է, չգիտեմ, այդ իսկապես դուք չեք նկատում։ Այդ ոնց եղավ, որ բոլոր վարորդները տեսնում են, բայց
համապատասխան մարմինները այդ ավտոբուսում մեջ ծխող վարորդներին չեն տեսնում։ Կամ խցանումները, մի փոքր էլ խոսենք խցանումներից ու արդեն երևել ժամանակ չունենք։ Հիմա ուզում եմ հասկանալ, ավտոբուսի գծերը այդ առանձին աջ կողմի միայն ավտոբուսի համար նախատեսված գծերը անկեղծ եմ ասում չի աշխատում։ Ու գիտեք ինչի չի աշխատում, ինքը կարող է իդեալական աշխատի, եթե կարմիր գծեր չլինի։ Այսինքն նայեք, կարմիր գիծ է, մեքենաները կայանած են, կողքը ավտոբուսի գիծն է, նոր այնտեղ երկու գիծ ամնում, արդեն այստեղ բավականին լուրջ խցանում է։ Վարում, ինքը ընդամենը կանգառում կայանում է, երբ որ դա իրեն պետք է։ Իրենք սովորաբար գրեթե երրորդ գծով են միշտ վարում։ Չէ, երբ որ խցանում է, ինքը ուրիշ տարբերակ չունի, որովհետև փորձում ես դու չմտնես ավտոբուսի գիծ, որովհետև նախ եւ առաջ, եթե չեմ սխալվում, դու գանվում ես։ Ինչ տեղերում է, այդ ամբողջ քաղաքում չի այդպես։ Ամբողջ քաղաքի մասին չի, օրինակ Մաշտոցի պողոտայի վրա ամեն օր ահա որ խայտարակ վիճակ է տիրում, որովհետև կարմիր գիծ կա եւ այդ կարմիր գծում կանգնած մեքենաները մեկը դուրս է գալիս, մեկը կանգնում է եւ այդտեղից նախ հետո կարմիր գիծը որ արված է աջ կողմի համար, ես կարծում չափը ճիշտ չի պահված, որովհետեւ երբ որ աչը բաց է անընդհատ եւ դու պիտի անցնես, դու չես կարողանում, որովհետև այդտեղ կայանած մեքենաները քեզ խանգարում են, դու ստիպված սպասում ես կարմիր լույսին, չէ՞։ Այսինքն որ փոխվի, դիմացինը գնա, ովքեր որ ուղիղ են գնալու, որ դու կարողանաս այդտեղից մտնել քո աչը։ Հետևաբար աչի բաց լինելը ոչ մի օգուտ չի տալիս։ Եվ վերջի վերջո եթե Եվրոպա ենք գնում կամ եթե Եվրոպայի օրինակն ենք վերցնում, գոնե ավտոբուսների հետ կապված, երևի թե հարգելիներս ավելի խելացի կլինի, որ մեջտեղի երկու գիծը որ կա պողոտայի, մեջտեղի երկու գծով ոնց որ առաջ տրամվային էր գնում, ավտոբուսի գծերը այդպես լինի, եթե մի քիչ ուշադիր լինեք կհասկանաք, որ դա ավելի ճիշտ տարբերակ է, որովհետև այնտեղ աճ մտնող բազմաթիվ փոքր փողոցներ կան, օրինակ Պուշկինի փողոցը ու այդպես, Թումանյան փողոցը, որը որ աճի մեջ ես կարող մտնես լավ։ Մեջտեղի գծով, օրինակ Վրաստանի Թիֆլիսի օրինակը, մեջտեղի գծով գլխավոր փողոցներում ավտոբուսներն են երթևեկում, կողքի երկու գծերով դու ես երթևեկում եւ կարողանում ես աչ անել, կարողանում ես ձախ անել, ոչ մի խնդիր։ Այնտեղ էլ կանգառները մեջտեղն են եւ կանգառների կողմը գեղեցիկ անցումներ կան, որ մարդիկ կարող են անցնել կանգառ։ Սա ամենախելացի տարբերակն է։ Մարդիկ ժամանակի շատ երկար մտածել են, այդ տրամվայի այդ գծերը որ եղել է, դա վաղուց մտածած թեմա եղել, տրամվան աչով չի գնացել, մեջտեղով է գնացել։ Սա վաղուց մնացած վաղուց լավ մշակված թեմա է։ Դե այն որ ասում է ես ճիշտն ասած իսկապես հասկացել եմ ու կամաց երևի կզգաք արդեն հասկանում եմ, որ եթե մի բան անում ես, պիտի արդյունավետ լինի, հետո որ հասկանում ես չի, պիտի չանես։ Ես հասկացել եմ հետևյալը, ինչքան ուզում ես մենք խոսենք, նախ մեզ ոչ մեկ չի լսելու։ Ինչ վերաբերում է հանրությանը, որից 10% կամ 20% կասի սրանք լավը չեն, 90% կասի վայ ինչ ճիշտ են ասում, մեկը դրանից հարց չի լուծվում։ Ոչ մի կերպ չի լուծվում, ոչ ման չի փոխվում։ Մարդը այն է ինչ կա, որովհետև մեր եթերը չի ոչ փոխելու, ոչ վերադաստիարակելու, ոչ էլ արժեքները հիմնելու։ Ունես այդ արժեքները, չունես։ Ոչ մի բան չի լինելու։ Ասենք թե մենք խոսեցինք երթևեկությունից, խոսեցինք այդ ուղանքներից կամ խոսեցինք ֆեյքերից, ինչ է լինելու, դրանք վերանալու են։ Ոչ։ Դուք ինչ որ բան եք անելու դրա համար։ Ոչ, ճիշտ հակառակը, դեռ եթե ինչ որ մի թեմա լինի, բոլորը շատ ակտիվ հետևելու են։ Այս մեկն է բաժանվում, միառժամանակ ամբողջ համացանցը նրանցով է տարված։ Հետո այն մեկը կամուսնանա, նրան կմոռանան, կանցնեն այն ամուսնացողին։ Հետո այն մեկը կմահանա, բոլորին կմոռանան, կանցնեն նրան։ Ու այդպես ամեն անգամ ամեն մեկին կթիրախավորեն, 1-2 ամսով կզբաղվեն իրենով, կլուծեն իր հարցերը, ասма ոսկորները կլվանան, հետո կանցնեն հաջորդ թեմային։ Եվ այսպես գնալով էլ ավելի կխորանա, բայց ոչինչ չի փոխվի։ Դրա համար ես հասկացել եմ, որ իրականում անիմաստ է այդ արժեքների կամ, չգիտեմ, մեր դիտարկումներն անել, որովհետև ամեն մարդ այն է ինչ կա։ Եվ որևէ մեկս, հատկապես ես ու Դավիթը, որևէ մեկին փոխող չենք։ Ասեմ ավելի, նաև մեր առողջությունը փչանում է։ Մենք սա ոչ հեգնանքի, ոչ ինչ որ լավորից ենք ասում, մենք սա ցավից ենք ասում, որովհետև իրականում մենք շատ ցավում ենք այս հրաշք երկրի, հրաշք քաղաքների ու առհասարակ այս լավ ազգի մասին, որ մենք խոսում ենք, որ սենց պառակտում են, որ սենց, չգիտեմ, այդ կրթությունից զրկում են, տգետ են սարքում, այս ամեն ինչը շատ ցավոտ է, որովհետև ամեն դեպքում դու ապրում եւ արարում ես այս երկրում եւ ուզում ես, որ այստեղ կարգ ու կանոն լինի, ուզում ես, որ մարդիկ շփտան, իրար շատ սիրեն, քաղաքը մաքուր լինի,
ծառերը չկտրվեն, անտառները շատ լինեն, որ կարողանանք շնչենք եւ որ կարողանանք նաեւ մեր երեխաների ապագան ավելի լավը դարձնել, քան մերն է։ Այո, ուզում ենք, բայց ես կարծում եմ, եթե մարդը գիտակցում է, չէ։ Սա բոլորս պետք է անենք։ Այո, այնքան մարդ է խոսում եւ այնքան ավելի սուր, որ մենք իրենց հետ անգամ չենք էլ կարող համեմատվել։ Այնպես որ երևի թե ամեն մեկս անցնենք մեր գործին, սիրելի հեռուստադիտողներ, այս պայն մեր եթերում գովազդ, ոնց հասկացա ժամանակը անցել են, երաժշտություն չեն կարող։ Որից հետո կդիմավորենք մեր հյուրերին։ Շարունակում ենք կենտրոնի առավոտս էլի հեռուստադիտողն, շատ խոսքով ընկանք էլի, բայց այստեղ միշտ մոռանում եմ, որ հնդկական ուտեստը պատրաստեմ, ոնց էր կոչվում։ Բրիանի։ Դե համեղ է լինելու միանշանակ։ Ես չեմ ուտելու, որովհետև ես խոստացել եմ, որ դե ասացի, չէ, արդեն զատկից հետո պահում եմ ինձ։ Մինչև դուք փորձեք ես բաղադրատոմս ներկայացնեմ։ Այստեղ բրինձը շաֆրանով է պատրաստված, դրա համար է դեղին գույն ստացել։ Լավ պետք է բովել ձիթաուղի մեջ, ավելացնել ջուր եւ իհարկե բրինձը պատրաստ է։ Ինչ վերաբերվում է հավի թևիկներին կամ սովորական կարող է հավի ամբողջական մասեր լինել կտորների եւ համեմունքները 7 համեմունք ենք այստեղ ավելացրել, իմբիր է աղացած, ունենք այստեղ նաեւ դարչին, մեխակ եւ իհարկե կարմիր պղպեղ, սև պղպեղ, քունջուտ, այս ամբողջը խառնում ենք իրար հետ, աղի հետ իհարկե զուգակցված ստանում ենք սոուսը, թանձրուկը, որին ավելացրել ենք առանջակարի յոգուրտ եւ վերջում մի փոքր ձիթայուղ ու այսքանը։ Սա շատ համեղ է եւ ես ստեցի, չի հիշում, ես կերել եմ, ես համտեսել եմ։ Ասա որ այս հետո կասեմ որտեղ 7 բազմազան համեմունքները, որոնք իմ կարծիքով անհամատեղելի են, այստեղ ուտվում են։ Ընտիր։ Դե ես օրինակ բրինձը քարիով շատ եմ տանը պատրաստել, որովհետև նաև շատ առողջարար է, ես գիտեմ, չէ՞ դու ավելացրել ես։ Այո, բայց բրինձի մեջ ոչինչ չկա, բացի դրա, սխտոր է միայն եւ շաֆրան է լցված, իսկ սոուսն է այս համը փոխանցում ամբողջ բրինձին։ Ընտիր է։ Շնորհակալություն։ Մեզ մոտ շաբաթ լինելու է էլի տարբեր երկրների խոհանոց, ազգային խոհանոց ենք ընտրել այլ էթնիկ հարույթների եւ ծանոթանալու ենք նաեւ իրենց խոհանոցի հետ։ Քիմքը մի փոքր փոխենք, հետո նորից վերադառնանք հայկական խոհանոցին։ Բայց ինչու ոչ։ Այո, ես համաձայն եմ։ Ես կարծում եմ բոլորը, չնայած որ մեր կենցաղում դե կա, մենք արդեն շատ ենք այստեղից, այնտեղից, ինտերնետից տեսնում, պատրաստում, բայց վահեն դրա լավ ասում եւ արմատներն են ներկայացնում եւ դասական եղանակն է ներկայացնում, այսինքն ոչ փոփոխված, ոչ ինչ որ նորարարությունների ենթարկված։ Իդեպ մարզասրահ գնացող մարդու համար սա ընտիր պրոտեին է։ Հա? Այո։ Այստեղ չկա ինչ որ բան, որը որ քաշի խնդիր է առաջացնում, հատկապես այն դեպքում, երբ որ ես ձիթայուղ եմ ավելացրել եւ շատ քիչ։ Յոգուրտը գրեթե յուղազերծված յոգուրտ է, շաքար չի պարունակում, դե հավի միս է ստացվում ու սպիտակուց է եւ բրինձը շատ կարեւոր է։ Վտանգավոր կարծում եմ բամոզեցիք։ Այո, որովհետև սա իդեալական մարզվող մարդու համար իդեալական։ Դե բրինձը, չնայած ես անդադ լսում եմ, որ բրինձն էլ ունի, շատերը ասում են, հա, մենակ բրինձ կուտեմ չի գիրացնում, բայց այնպես չի։ Չէ, իրականում բրինձը գիրացնում է, եթե չափից շատ են ուտում, բայց օգտակար է նաև որպես սպիտակ։ Դա գրեթե հնարավոր չի բրինձը չափից շատ ուտել, ինքը մի քիչ սպეციფიկ ուտեստ է։ Դե հա։ Որ օրը 3 անգամ հաստատ բրինձ չի։ Ամեն ինչն է չափաբաժնով նորմալ է եւ առողջ։ Միակ բանը կարտոֆիլն է, որ անընդհատ կարող ես ուտել համային առումով։ Հա, բոլորը տապակած կարտոֆիլ հատկապես շատ են սիրում, չնայած դե ասում եմ այդքան էլ առողջարար չի։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտն այսօր այսպիսինն էր, մենք իհարկե հաջորդիվ ունենք հետաքրքիր տեսանյութ, որովհետև ոնց հասկացա, երկիր մոլորակի օրն է այսօր, տոնում ենք այսպես ասած երկիր մոլորակի օրը, որտեղ ապրում ենք, որտեղ պիտի ունենայինք հատուկ, այո, հոգատարություն, բայց չունենք, որովհետև մոլորակը նաև պահպանվում է մարդկանց կողմից, եթե ասում եմ լավ կլիներ, որ պահպանվեր բոլոր առումներով կենթանական աշխարհը, բնությունը եւ այլն, չախտոտել այդ ամեն ինչը երկիր մոլորակը տալիս է մեզ իրենից օգտվելու բազում հնարավորություններ, բայց մենք իհարկե չգիտենք այդ չափը ու մի քիչ լավ չենք պահում էլի մեզ։ Այո, մի քիչ չէ, տեղը տեղին լավ չենք պահում։ Հաջորդիվ իհարկե կդիտեք տեսանյութը, մենք ձեզ այսօր լավ օր ենք մաղթում, ցտեսություն, վաղը նորից կհանդիպենք։ Լավ եղեք։ Ցտեսություն։